Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Գոր սպասի։ Գոր։ Ինչի համար։ Որ խոսենք։ Երկուսս էլ բարկացած ենք, բայց այսպես չի կարելի։ Ես չգիտեմ քեզ ինչ ա եղել, բայց իմ բարկությունը հաստատ տեղին է։ Ու ինչպես միշտ դու չես լսում։ Դու ուղղակի թողնում ու գնում ես։ Չեմ հասկանում, էլի մեղավոր ես դուրս եկա, հա։ Ինչ է իրանում այդ անասունի հետ սենյակում։ Գոր ուղղակի խոսում էինք։ Ու այդ ինչ խոսակցություն էր, որ ոչ մեկ պետքա ձեզ չխանգարեր, պետքա փակ սենյակի ներսում անցներ։ Գոր այդ դուռը փակել էի, որ Գայանեն ներս չգար։ Լսի, ես ճանապարհին որ գալիս էիր, ավելի լավ բան չկարացար հորինես որ ասես։ Գոր ես չեմ խաբում, ես քեզ չեմ խաբում։ Իդես ամենատհաճ բանը որն է, որ այդ Արսենի հետ քեզ նենց ես պահում, որ ինքը կարողանա նայի երեսից լկտի ձևի ժպտա ու գնա։ Բայց ես տեղ չունենամ ոչ մի բան խոսալու, ոչ էլ անելու, որտեվ իմ նշանածը չգիտես ինչի, որոշել է հայտնվի իր հետ սենյակում մենակ, ու չգիտես ինչի համար։ Գոր ոնց թե չգիտես ինչի համար։ Ասում եմ խոսում էինք, պապիկի կտակի հետ կապված թեմաներ կար, որի մասին այդ Արսենն իմացել էր ու խառնել մեզ իրար։ Ես ուղղակի ուզում էի այդ ամեն ինչը հասկանալ։ Ու եթե խոսալու բան կա, պարտադիր է փակվես հետը մի սենյակում, հա։ Մանավանդ որ գիտես ով է, ինչ մտքեր կարա ունենա։ Ես ամեն անգամ նենց եմ անում, որ փակեմ դրա բերանը, բայց դու ունես ես անում, որ ես տհաճ իրավիճակների մեջ հայտնվեմ։ Բան ունես խոսալու, ինչի համար ես փակվում հետը մի սենյակում։ Գոր ես չեմ հասկանում։ Դու ինձ չես վստահում։ Հարց տվեցի քեզ։ Ես էլ քեզ եմ հարց տալիս։ Ստեղ վստահել չվստահելը չի խնդիրը, է։ Ստեղ այնա, որ դու քեզ վատ ես պահում, հələ մի հատ էլ դու ես նեղվում դրանից հետո։ Նեղվում եմ, որովհետև չես փորձում ինձ հասկանալ։ Իսկ դու իմ տեղը լինեիր կհասկանայիր, հա։ Կփորձեիր հասկանայիր, ինչ կանեիր։ Գիտես ինչ, ես էլ ցանկություն չունեմ այս խոսակցությունը շարունակելու։ Աստորեն տենց։ Աստորեն սենց։ Ապրես, Միքայելին, փորձի բալես։ Այ, ապրես, դե հիմա նստես գոш։ Երկու քայլ անում եմ ու հոգնում եմ։ Հա, բայց կար ժամանակ, որ այդ երկու քայլն էլ չէիր կարողանում անել։ Կարևորը, որ բուժմանդ մեջ առաջընթաց կա բալես։ Դժվարը սկիզբն է։ Ամենուր պիտի բժշկի ասած վարժությունները անես, դեղերդ խմես ու հաստատ ավելի շուտ կտեսնես արդյունքը։ Օֆիսից են զանգում, խոսեմ ընկամ, լավ։ Ինձ թվում էր, որ մեր միջի ուժեղ աղջիկը ես եմ։ Փաստորեն դու ավելի ուժեղ ես։ Ամրագրեցիր Արմանի համար տոմս։ Հա, ամրագրել եմ։ Ու երբ է թրեչքը։ Վաղը գիշերը։ Ամեն դեպքում որոշել ես, որ չես զանգելու։ Չեմ զանգելու։ Այս հարաբերությունները մենակ իմ համար չի, որ պետք է կարևոր լինի։ Եթե որոշել է գնա, ուրեմն Աստված իր հետ։ Գոր ջան, քեզ ասեցի այդ դիմակը դիր չէ, այդ բաժանման վիրուսը քո վրա էլ է տարածվելու։ Պարոն, կարաս սարտովս գնաս։ Գորջան, լավ, ուզում եմ հասկանամ, խիչ ես ուզում զանգես Սարային ու խոսես հետը։
Ես զանգեմ։ Ինչի համար ես զանգեմ, զանգեմ ինչ ասեմ, կներես, որ ինչ որ մեկ այդ փակվել է իր սենյակում, ինչ որ բան եք խոսում, ես էլ եկա ձեզ խանգարեցի։ Չէ, ես վստահ եմ Սարայի վրա, այդ չի խնդիրը, բայց ես չեմ ուզում, իմ համար այդ ամեն ինչը նորմալ չի, հասկանում ես։ Ամեն դեպքում լավ կլինի, եթե զանգես ու բացատրես։ Էլկա ջան, ես փորձել եմ բացատրել, բայց ինքը չի լսում։ Ինքը ուղղակի պատրաստ չի լսելու, ինքը գոռն է։ Իր պարագայում դա նորմալ է, ոչ առաջին դեպքն է, ոչ վերջին։ Ինքը ուղղակի բարկանում է ու վերջ, աչքին էլ ոչինչ չի երևում ու պատրաստ չի հասկանալ։ Սար, բայց արի ընդունի, որ իրականում տհաճ իրավիճակ է ստեղծվել ու գոռը իրավունք ունի բարկանալու։ Ռեբեկա, դու ում կողմից ես։ Իհարկե Սարայի։ Ու ընդհանրապես ես զարմանում եմ, թե ինքը ոնց է քո ձեռքը դիմանում։ Իսկ դու ընդհանրապես հասկանում ես, որ հիմա հումորի ժամանակ չի։ Բայց ով է ասում, որ ես հումոր եմ անում։ Գորջան, սենց շարունակել չի կարելի։ Պետքա խոսես Սարայի հետ ու հասկանաք։ Չէ, չեմ զանգելու։ Չէ, ինչ ճիշտ հասկացեք, ինչ լինում է, ես պատրաստ եմ միշտ առաջի քայլը անեմ։ Իմ համար կարևորը այն է, որ մենք երբեք չվիճենք, կամ եթե վիճում ենք, քիչ վիճենք, համերաշխ լինենք միշտ, բայց էս այդ դեպքը չի։ Ինքը սխալ է, ես ուզում եմ ինքը հասկանա, որ ինքը սխալ է։ Ես սխալ չեմ։ Ուղղակի ուրիշ ելք չունեի։ Որ իմաց այդ Արսենը փորձել է մեր մեջ ինչ-որ լարվածություն խոչընդոտ ստեղծի, Արյունը գլխիս էր խփել։ Հետո այդ Գայանեն անդադ գալիս գնում էր, դրա համար գնացի դուռը փակեցի։ Ուղղակի գոռն եկավ այն պահին, երբ ես սարսափելի բարկացած էի այդ Արսենի ցինիկ պահվածքի պատճառով։ Հա, բայց գոռը այդ ամեն ինչը չգիտի։ Դրա համար պետքա գոռին ամեն ինչ բացատրես, որ հասկանա ու բարկությունը անցնի։ Ուղղակի խոսեք իրար հետ։ Հա, բայց ինքը պիտի հնարավորություն տար, չէ, որ ես խոսեի։ Ինքը տեսավ, որ ես վատ վիճակում եմ, փոխանակ հարցնի Սարա ջան, ինչ ա եղել, ինչի ես այդ վիճակում, մեկը բարկացել էր նրա համար, որ դուռը փակ էր։ Շատ էլ ճիշտ ես անում։ Չզանգես։ Քեզ ինչ եղավ։ Գիտես, մեկ-մեկ պետք է անհետանաս մարդու կյանքից, որ հասկանաս կարևոր է իր համար, թե չէ, որովհետև պահագալից չես էլ հասկանում, թե ոնց այդ մարդու համար մեկ դարձար։ Ուզում ես ասել, եթե գոռը ինձ չզանգի, պիտի մտածեմ, որ իր համար կարևոր չեմ։ Չէ, էլ մի հատ մեզ նայեք։ Հարսանիքին բան չի մնացել, մի քանի օր մնացել ու մեր վիճակը։ Ուղղակի կապի միջոցն ա կորում էլի։ Այսինքն։ Դե, այսինքն են Արման ջան, որ քանի Գոռն ու Սարան իրար հետ նորմալ շփվում էին, մենք իմանում էինք ինչ էր կատարվում Սարոյանների տանը։ Հակոմ հուշկու միտքն էլ էտա, չէ։ Այ խելոք ջան, քանի կար Արմանին էր պետք իմանալ մենակ ընդեղ ինչա կատարվում, իսկ հիմա քեզ էլ ա պետք։ Ու մենք ոչ մի տարբերակ չունենք իմանալու, ամենավատն է դա։ Դե ճիշտ է ասում։ Հիմա ոնց ենք իմանալու ինչ վիճակում են։ Ին վրա հույս չդնեք։ Ու այս իրավիճակը ընդհանրապես չեմ հասկանում հիմա ծիծաղելու է թե լացելու։ Մեզ հիմա մնում է մի շիշ գարեջուր խմենք։ Հա, տոմսս առել եմ, գիշերը գնում եմ։ Լավ, դե բեր գարեջուրը համել քեզ բարի ճանապարհ կմաղթենք։ Քո գնալուց ինչ կա։ Ես հիմա գնալու ձև չունեմ։ Ինչի։ Դե գործի տեղը ասել են պարտադիր պիտի ես ամիսը փակեմ, նոր կարող եմ գնալ։ Փաստորեն դեռ աշխատում ես։ Տենց ա դուրս գալիս։ Այ քեզ անսպասելի շրջադարձ։ Ինչ շրջադարձ։ Հերոսի մահը։ Ոնց։ Հերոսը մահացավ։ Ինչի՞ց։ Վերջ, վերադարձակ իրականություն։ Չէ, ուզում եմ հասկանամ, եթե չեք նայելու ֆիլմը, ինչի եք միացնում։ Այսինքն հերոսը չէր մահացել։ Ոչ, չէր մահացել։ Ափսոս։
Չէ, ձեր հետ ոնց որ արդեն շատ վտանգավոր է դառնում։ Երկուսդ էլ լավ բարկացած եք։ Կա այդպիսի բան։ Հա։ Իսկ գորը այդպես էլ չզանգեց քեզ։ Չգիտեմ։ Անջատել եմ հեռախոսս։ Բայ։ Բա ասել էի, որ սպասելու ես իր զանգին։ Հա, թող ինքը զանգի, ես անհասանելի լինեմ։ Թող մի քիչ անհանգստանա, կարևորը ես կիմանամ, որ զանգել է։ Այ, ապրես Սառա ջան։ Իրանց հետ տենց էլ պետք է։ Ինձ կբացատրեք, որ խնդրեմ։ Ինչա իմ անունը դուրս եկել որպես դաժան մարդ, եթե իմ կողքին ապրում են իմ կատարելագործված տարբերակները։ Տենաս էլ կաս ոնց է, ուշքու միտքս ինքն է։ Երևի Սարան էլ հիմա չի կարողանում քնի։ Տենաս մերս այսօր ինչ է սարքել ուտելու։ Հա ինչ, ախպեր, ասեցի մի բան էլ ես ասեմ։ Այ որ Սարայի հետ խոսայր, հիմա մի բան կազմակերպեինք, Էլկայից կտեսնեի ու նոր կգնայի։ Այ որ Սարայի հետ խոսայր, Գորջան, կթողեիր հանգիստ կքնեինք։ Հա ինչ, գիշերվա 1000-ն է, ես էլ առավոտ գործի եմ։ Եթե մինչև առավոտ Սարան չզանգեց, կզանգեմ Ռեբեկային։ Կզանգեմ Ռեբեկային, տենց կիմանամ ինչա կատարվում։ Գոր, կարողա դու էլ ստեղ մնաս այսօր։ Առավոտյան ստեղից կզանգես Ռեբեկային։ Տես, քո դարդը չի է, ուզում եմ մնաս, որ առավոտ շուտ իմանա ինչ ես խոսացել։ Այ քեզնից չէի սպասում Արման։ Դեվ, էտա, ունենք են ինչ ունենք։ Ախպերս իմ աշակերտն է, դասերը լավ է սովորում, ձեռքդ բեր աստղիկ նշանակեմ տղաս։ Բարի լույս աղջիկներ։ Ոնց է այսպես վաղ եք արթնացել։ Բարի լույս։ Ես իհարկե մեծ սիրով էլի կքնեի, բայց մեր քույրը ինձ հետ կապված պլաններ ուներ ու չխղճաց ինձ։ Դե ես ինչ մեղք ունեմ, որ քունս չէր տանում։ Հետո Ռեբեկա ջան, շուտ արթնանալը առողջարերա։ Հետաքրքիր է տեսնես ինչի է մենակ առողջարար այն դեպքում, երբ իր քունը չի տանում։ Այ Գորն այդպես էլ չզանգեց։ Ոչ էլ պատասխանի։ Ոնց, պատասխանի ուղակի բարձրախոսի վրա դիր։ Չէ, ոչ մի բարձրախոս։ Ռեբեկա։ Անտանելի եք։ Ալո։ Ռեբեկա ջան, բարի օր։ Բարև Գորջան։ Հոգնած չես։ Չէ, ինչ քնած է, ժամին ով է քնում։ Ռեբեկա ջան, ճիշտ ասած զանգել եմ քեզ, որովհետև ուզում եմ իմանալ Սարան տանն է, թե դուրս է եկել։ Սարան տանն։ Հա, Սարան տանն է։ Ինչ ես իմ մասին տեղեկություններ տալիս։ Բայց ինչ ես ինձանից հարցնում, ավելի լավ չի ինքը զանգես Սարային։ Պետք չի զանգել, այդքանն է ուզում իմանալ։ Ես ուզում եմ հասկանամ ինչի ես դարում համարձակությունը դարձավ այդքան հազվագյուտ երևույթ։ Էլկա ջան, դու ես։ Հա, ես եմ։ Գորջան, ուղղակի մենք հիմա իրար հետ ենք, հեռախոսի ձայնը բարձրեր, դրա համար լսեց։ Ինչի ես արդարանում։ Էլկա ջան, ոնց ես, լավ ես։
Հա, Գորջան, հրաշալի եմ, դու ո՞նց ես։ Հա, բայց ոնց որ զգում եմ ջղայնացած ես ին վրա։ Բայց ինչի մենակ քո վրա։ Գորջան, եթե էլ ասելու բան չունես, անջատեմ, լավ հեռախոսը։ Լավ, Ռեբեկա ջան։ Ինչ ես անում։ Ինչ ես քեզ մեջ գցում։ Հիմա ինձ խայտարակ արեցիր գորի մոտ։ Բայց նա եկե, ինձ չի զանգում, բայց իմ մասին ուզում է տեղեկություններ իմանա։ Գորը գոնե հետաքրքրվում է։ Էլկան գիտի, որ գնում ես։ Չգիտեմ, մտածում եմ երևի Ռեբեկան չի ասել, որ չնեղացնի։ Արման ջան, դու Ռեբեկային տենց մի նայ է։ Ինքը այդքան նրբանակատ մարդ չի, որ չասի Էլկային։ Համել Էլկայի տոնից պարզ երևում էր, որ լավ էլ ջղայնացած է։ Տղեկ չգիտեմ ինչ անեմ։ Կարող ամեն դեպքում գնամ խոսամ հետը։ Երեկվա մեծ խոսալդ ասեմ, թե հիմիկվա Ռոմեո հոգեվիճակդ։ Արել սրան նայ ոնց է խոսում, ես արդեն ներվենանում եմ, լուրջ եմ ասում։ Լավ, եկեք հասկանանք ով ինչ է անում։ Ես գնում եմ գործի։ Ես չգիտեմ։ Արման այդ չգիտեմ ասեմ, ոնց է մոտավորապես բացատրեմ հասկացի։ Նայ, սկսվեց։ Նա հիմա պատկերացնում ենք։ Տպարանի մոտ կանգնած է գորը։ Հուզված եւ շատ սրտադրոք։ Հերվից մոտենում է Սարան։ Սարան նեղացած է գորից։ Գորը տեսնելով Սարային մոռանում է եւ սիրտը սկսում է արագ բաբախել։ Նա անգամ մոռանում է, որ նախորդ գիշեր գլուխ էր գովացել, որ իբր չի մոտենալու եւ չի խոսելու Սարայի հետ։ Լավ, ես չեմ դու ես, ասա ինչ անեմ սրա հետ ես հենց հիմա։ Հարգի, պատվի, ինչ պիտի անես գոր ջան։ Աղջիկներ, ես էլ ձեզ տանն եմ փնտրում։ Էլկան ուզում էր մաքուրոտ շնչել, դրա համար դուրս եկանք բակ։ Լավ եք արել, բայց դու այսօրվանից պիտի արդեն օֆիսի աշխատանքները սկսեիր։ Մամ, իսկ օֆիսը որտեղ է։ Սարյան փողոցում է, հիշում ես, որ մի անգամ միասին գնացել էինք տարածքը նայելու։ Հա, հիշում եմ։ Այդտեղ է։ Դե ես գնամ նախաճաշը պատրաստեմ, դուք քիչ հետո եկեք հաց ուտելու, լավ։ Ինձ թվաց, թե տրամադրությունդ փոխվեց։ Այդ օֆիսը Սարյան փողոցի մաստեր կլասի կողքն է, որտեղ Արամն է աշխատում։ Ահա, հազիվ մի լավ լուր լսեցինք այսօր։ Դրա մեջ ոչ մի լավ լուր չկա։ Արամն արդեն մի քանի օր է դուրս է եկել աշխատանքից։ Ինչ գիտես։ Գորն է ասել։ Հաստատ դուրս է եկել։ Դե համենայն դեպս Գորն այդպես է ասել, ինչի պիտի խաբեր։ Ուրեմն շատ ավելի լավ։ Հանգիստ կգնամ կգամ ու ինձ խանգարող ոչինչ չի լինի։ Ես գնամ արդեն պատրաստվեմ ու գնամ։ Էլի չի գալիս։ Չէ, կտրականապես հրաժարվում է տեսակցությունից։ Լավ, ուրիշ տարբերակ չկա, հնարավոր չի ես մտնեմ մի պահ մոտը։ Չէ, անհնարին է։ Հաստատ նորմալ է ամեն ինչ։ Ուրիշ տեղեկություն չունեմ։ Ես էլ մտածում եմ ինչ պիտի անեմ, որ երկու օր առանց քեզ տեսնելու դիմանամ։ Էն էլ դու քո ոտով եկար։
Ես որ իմանայի դու այստեղ ես, երբեք չէի գա։ Տեսնում ես ինչ լավ դասավորվեց։ Դե բացի ես ոտիդ պահա էլի։ Դրա համար իրոք կներես, բայց համել պիտի գոհ լինես, որ ավելի ծանր բան չէի վերցրել ձեռքս։ Բայց շատ գոհ ու շնորհակալ եմ, վերջ։ Հա, վերջ, դու մի հուզվի, արի գնանք պարկի հանգստացի։ Ինձ տաքսի կանչի, ես հենց հիմա տուն եմ գնում։ Սենց։ Հա, հենց սենց։ Դե վեր կաց։ Տես չկա չարի կատած բարեքի։ Ինչ լավ օրեր էին։ Ոնց անենք ոտքդ էլի վնասվի, Ռեբեկա ջան։ Ինչի ես եկել։ Ինչի, չպետք է գայ, կարող են չոր ուրիշ մեկին էիր սպասում։ Գոր, եթե եկել ես երեկվա կռիվը շարունակելու, ուրեմն գնա խնդրում։ Աստորեն դու քո սխալը չես ընդունում։ Ես սխալ չեմ արել, Գոր, որ ընդունեմ։ Այդ դու ես որոշել, որ ես սխալ եմ առանց լսելու։ Ես եկել էի, որ խոսանք իրար հետ ու հասկանանք իրար, բայց դու նույն տեմպերով շարունակում ես։ Որովհետև երեկվանից տեղս չեմ գտնում, Գոր։ Դու ուղղակի առանց լսելու թողեցիր ու գնացիր ու մի անգամ ինձ չզանգեցիր։ Գոնե մտքովդ անցել է, որ կարողա զանգիտ եմ սպասում։ Առանց ինչ-որ բան ասելու ուղղակի գնացիր։ Ինչի համար, որ դուռը փակել էի։ Փակել էի, որովհետև ուրիշ տարբերակ չկար։ Որովհետև հետո ես կարողա դրա հնարավորությունը չունենայի, ես պիտի դրա երեսին ասեի, այն ինչ մտածում եմ։ Իսկ դու ուղղակի եզրակացություններ արեցիր ու գնացիր։ Հիմա էլ եկել ասում ես, որ հիմա էլ եմ շարունակում։ Հա, շարունակում եմ։ Ու շարունակելու եմ այնքան, մինչև հասնեմ նրան, որ դու հասկանաս, որ պիտի լսես, ոչ թե քո ասածն ասես ու գնաս։ Ես քեզ չեմ ներելու, գնալը դու ինձ չզանգելը։ Թող Գոր։ Մի հատ էլ։ Ապրես։ Տես այսօր շատ ավելի լավ աստացվում մոտդ։ Մամ, ոտքերս այնքան ծանր եմ զգում, բայց ուրախ եմ, որ գոնե զգում եմ։ Ես վստահ եմ, որ դու շատ շուտ ես վերականգնվելու։ Ուղղակի պիտի օգնես քեզ։ Դու էլ պիտի պայքարես քո առողջության համար, բալես։ Բայց հոգնեցի։ Արի նստեմ։ Հեշտ ձև ես գտել ամեն ինչ հարթելու։ Անենց չի, որ հենց հիմա իմ մեջ հարցեր չկան, բայց ինչ էլ եղած լինի, ես չեմ կարող մոտդ չգամ։ Ես ու դու խոսալու բան ունենք, բայց եթե անգամ կռվենք էլ, մեկա դու ինձնից հեռու պետքա չլինես։ Երեք ամբողջ օրը զանգիտ էի սպասում։ Ես էլ իմ հարցերի պատասխաններին։ Բայց հիմա ոչ ուզում եմ կռվենք, ոչ էլ վիճենք, ուզում եմ հանգիստ նստենք, խոսանք ու հասկանանք իրար։ Կլինի։ Ես մոտ կես ժամ ժամանակ ունեմ։ Դե ուրեմն գնացինք։ Բարև ձեզ։ Պատվերները պիտի ներսում տաք։
Ասեմ, որ ունենք հատուկ առաջարկ։ Սոուս կարող ենք մատուցել քյաբաբի հետ։ Սոուսը պատրաստված է մուննաթից, անպատասխանատվությունից ու անշնորհակալությունից։ Ճիշտ է, մեր քյաբաբը արժանի չի այդ սոուսին, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ հաճախորդի սրտով լինի։ Մի քիչ արագ պատասխանեք։ Արման։ Չեմ խանգարում։ Չէ, արի։ Նստիր։ Ինչի ես եկել։ Եկել եմ, որովհետև ես գիշերը երկրից գնում եմ։ Ու անկախ այն վերաբերմունքից, որը որ դու ունես իմ հանդեպ, ես չէի կարող առանց քեզ տեսնելու գնայի։ Ուր ես գնում։ Այդ կարևոր չի, կարևորը որ գնում եմ հեռու ու մշտական։ Այն է կարևոր, որ ոչին ոչ էլ հորս պատճառով էլ վատ դրության մեջ չեք հայտնվի։ Ոչ էլ ես կմտածեմ, որ հանկարծ ձեզ տված իմ խոսքից հետ կկանգնեմ ու նորից մոտ կգամ Էլկային։ Սարոյան, ես կարող եմ քեզ մի բան խնդրել։ Լսում եմ։ Կլինի զանգեմ քեզ, իմանամ ոնց ես, Էլկան ոնց է։ Ճիշտ է, իմ համար շատ բարդ է այս ամեն ինչը, բայց գոնե հեռվից զանգով իմանամ ոնց եք։ Լսում եմ։ Բարև ձեզ, պարոն Սարոյան։ Բարի օր։ Լավ լուրեր չունեմ, ու այդ լուրերը Գարիկի հետ են կապված։ Ասա, լսում եմ։ Գարիկի դին են գտել բանդախցում։ Ինչ։ Ինքնասպան է եղել։ Իսկ պատճառները ինչ-որ կոնկրետ բան կա։ Այս պահի դրությամբ դեռ ոչինչ պարզ չի։ Մարմինը դատաբժշկական փորձաքննության են ուղարկել։ Արմանը դեռ ոչինչ չգիտի։ Դուք կասեք, թե Հա։ Ես կասեմ։ նորությունների դեպքում էլ տեղյակ կպահեմ։ Սարոյան։ Ինչ եղավ։ Ինչ որ բան այն չի։ Ոնց որ երկար եք, հա մտածում։ Իմ տեղեկություններով դու այստեղ չպետք է լինեիր։ Կներես, որ քեզ տեղյակ չեմ պահում, ուրեմ գնում ու ուրեմ լինում։ Ու ընդհանրապես իմ ուր լինելը թող քեզ չհետաքրքրի։ Գնում ես պատվերդ գրանցես, թե չէ։ Իհարկե գնալու եմ գրանցեմ։ Քո այստեղ լինելը ինձ չի կարող խանգարել, որ ես հանգիստ խղճով հաց ուտեմ։ Վայ, դու գիտես խիղճի ինչ է նշանակում, հա։ Թե ուղղակի այդ բառը լսել ես, ուղղակի չես կարողանում գործածել։ Արամ, ինչ է կատարվում։ Մենակ անգուսի քյաբաբ։ Չէ, աղցանել եմ ուզում։ Այստեղի աղցանը շատ համով է։ Այստեղի ամեն ինչն էլ համով է։ Ուղղակի զարմանում եմ, որ դու ես ճաշակից բան հասկանում։ Պատվերներն էլ ներքևում են վերցնում։ Կարաս գնաս, որ հասցնես պատվերիդ հետևից։ Իսկ կարող է դու մատուցես։ Առաջ դու էիր մատուցում։ Ես այդտեղ ոչ մեկին ոչ մի բան չեմ մատուցում։ Պիտի գնաս ինքդ վերցնես։ Իմ աշխատանքային ժամն էլ 2 րոպեից վերջանում է։ Քեզ էլ բարի ախորժակ։ Սարոյան։
զանգից հետո լրիվ փոխվեցիր։ Ինչ որ բան է եղել։ Հա, եղել է։ Էլ կամ ոնց է։ Կարող է էլի դրանց հետ ինչ-որ խնդիր կա։ Նստիր։ Էլկան լավ է։ Ասածս էլկա ինչի վերաբերում։ Բայելում։ Հորդ։ Հիմա ինչ արել։ Սարոյան, ես Էլկային ասել եմ ու հիմա քեզ էլ եմ ասում։ Ես ճիշտ է իրան պաշտպանում եմ, բայց մեկ այդ մարդը ուշքի չի գալիս։ Ամեն ինչ արել եմ, հետը խոսել եմ, բացատրել եմ, բայց մեկը ինքը իր արածն է անում։ Չգիտեմ, ինչ էլ որ արած լինի, ես ուղղակի քեզ խոստանում եմ, մինչև գնալս ամեն ինչ կանեմ, որ հանկարծ Էլկան չտուժի։ Ու երկրից էլ գնում եմ հորս պատճառով։ Չեմ ուզում, որ նորից ինչ որ մեկին վնասեմ։ Վերջին անգամ երբ ես գնացել հորդ մոտ։ Ինչ ես հարցնում։ Հենց այնպես հարցնում եմ։ Երեք էլ այսօր էլ։ Եվ չտեսա։ Ցանկություն չուներ դուրս չեկավ, չենք տեսել իրար։ Նեղվում եմ, բայց մյուս կողմից էլ մտածում եմ երևի ավելի լավ էր այդպես։ Թե չէ ոնց պետք է ասեի, որ ես գնում եմ ու իրան մենակ եմ թողնում այդքան վատ վիճակում։ Ես իրան էլ եմ հասկանում, իր համար էլ է շատ բարդ այդ ամեն ինչը։ Ահա որ դաժան է։ Մտածում եմ, եթե ես էլ անցնեի այն ճանապարհով, որ ինքն է անցել, շատ հնարավոր է ես էլ ավելի վատը լինեի ու ավելի վատ բաներ անեի, քան ինքը։ Ամեն դեպքում ուզում եմ մի անգամ էլ գնալ մոտը, ուզում եմ միջև թռիչքս հասցնեմ գոնե տեսնեմ, ուզում եմ խոսենք ու հասկանանք իրար։ Մեր վերջին խոսակցության ժամանակ ահա որ կոպիտ էի հետը ու միջև հիմա չեմ կարողանում ինձ ներեմ։ Ճիշտ է, տեսակցության օր չի, բայց հսկիչ ինչ ճանաչում է, կթողնի հաստատ։ Ձեր անունն էլ որ տալիս եմ, օգնում է։ Չգիտեմ, ուզում եմ գնամ, տեսնեմ, խոսեմ, երևի կհասկանանք իրար, որովհետև իրոք շատ վատ եմ խոսել հետը, իսկ ինքը ոչինչ չէր ասում, լուր նայում էր։ Դե հայրս է, ես չպիտի այդքան վատ ու կոպիտ խոսեի հետը։ Ինչ էլ ուզում արած լինի, ես ինձ չպետք է նման կերպ պահեի։ Այ Արմանջը։ Ինչի Աստված հենց քեզ ընտրել որպես թիրախ ու հարվածումա ոնց կարող է։ Նորմալ է, չեմ բողոքում։ Դուք ուզում եք, որ Էլկայից հեռու լինեմ, կլինեմ, որովհետև հորիցս հաստատ չեմ հրաժարվի։ Վատն է թե լավն է, կապ չունի իմ հերն է։ Իսկ Էլկայի մասով կարող եք հանգիստ լինել։ Ես երկրից կգնամ ու ինձնից սկսած էլ իրան ոչ մեկ չի կարողանա մոտենալ։ Իսկ հորս պահով ես ինչ-որ ելք կգտնեմ, հեռվից հաստատ կկարողանամ օգնել։ Ես մի քանի անգամ խոսել եմ Գարիկի հետ։ Փորձել եմ բացատրել, որ մի բան անելուց առաջ մի քիչ մտածի գոնե։ Որովհետև ամեն անգամ քեզ է կրակը գցում։ Ամեն անգամ քեզ համար է խնդիր ստեղծում։ Ամեն անգամ դու ես պատասխան տալիս նրա վատ քայլերի համար։ Բայց երբ եք տեսել, ինչ եք խոսել, Սարոյան, ասա հասկանամ, թե ինչ արել։ Այլևս նա երբեք ոչինչ անել չի կարողանա։ Բայց այն ինչ արդեն արել է, չեմ կարծում, թե
թեթևացնի քո վիճակը։ Լավ, ինչ արել Սարոյան։ Կլինի առանց ձգձգելու ասես։ Չգիտեմ ոնց ասեմ։ Ես գիտեի, որ հաստատ մի բան են չի, թե չէ ինչի պետքա չուզենար ինձ տեսներ։ Էլի խաղում է, կարողա ծեծել են կամ վատ վիճակում է։ Սարոյան, խոսի հասկանամ ինչ է եղել։ Ինքնասպան է եղել։ Ինչ է արել։ Սարոյան, ինչ է արել։ Ես ճիշտ լսեցի։ Սարոյան, խոսի։ Ինքնասպանություն է գործել։